Երբ որ ես այս տեսանյութը ուզում էի նկարահանումից առաջ մտածում էի, ասում էի արդյոք ինչ-որ մեկի իմ մտքերը հետաքրքիր են, այս տեսանյութը ինչ-որ մեկի կհետաքրքրի, հետո էլ ասի ինչու ոչ, եթե 1-2 հոգի էլ նայեն, 1-2 հոգի էլ լսեն, դա արդեն ձեռքբերում է, որովհետև լռել եւ ոչինչ չանել, դա արդեն սխալ է։ Մենք ուզում ենք, որ մարդիկ լինեն բարի ու դիմացինից անընդհատ ակնկալում ենք բարություն, հարգանք, սեր, բայց շատ հաճախ մոռանում ենք, որ մենք ինքներս պետք է դա տանք դիմացիններին, որպեսզի մենք էլ կարողանանք արժանանալ փոխադարձ վերաբերմունքի։ Շատերը լեցված են չարությամբ, անհանդուրժողականությամբ ու ուզում են, որ դիմացիներ իրենց հանդեպ լինեն լավ։ Նման բան իհարկե չի կարող լինել։ Բայց շատ հաճախ լինում են դեպքեր, որ մենք լավ ենք լինում դիմացիների նկատմամբ, բայց իրենք են մեր նկատմամբ վատ լինում, այդպես էլ է պատահում, բայց պետք է ասեմ, որ մարդը ուժեղ է նրանով, որ կարողանում է ներել, հանդուրժել, պայքարել, չհանձնվել, եւ ամենամեծ կրոնը դա բարի սիրտ ունենալն է, ում են պետք են հավատացյալները, որ պետքա դիմացինի նկատմամբ ինչքան վատություն կա անեն, ամենավերջի քֆուրը դիմացիներին տան, հետո էլ գնան մտնեն եկեղեցի, աղոթեն ու իրանց դնեն ինչ-որ սուպեր հավատացյալների տեղ։ Հայրենիքը պետք է լինի բոլորիս համար մի այնպիսի վայր, որտեղ եւ մենք, եւ մեր ընտանիքի անդամները լինեն հարգված, սիրված, սպասված, ընդունված։ Երբ որ այդ ամեն ինչը լինի, մենք մեր հայրենիքում մեզ շատ երջանիկ կզգանք։ Բայց երբ որ այդ ամեն ինչը չլինի, ապա հայրենիքը մեզ համար կդառնա դժոխքի նման մի վայր, որտեղ մենք պարզապես ստիպված ենք ապրել նմանվելով մի օրինակ ամբոխին, որտեղ տիրում է պրիմիտիվությունը եւ տգետ վիճակը։ Իմ ծավալած գործունեության շրջանակում էլ շատ հաճախ հանդիպել եմ մարդկանց, որոնք ատելով ատում են իրար, փորձում են անել ամեն ինչ, որ իրանց լեզվով տվյալ մարդուն գծերից գցեն, sense լկտի ձևել արտահայտվում են, որ իրանք զբաղեցնեն տվյալ մարդու տեղը։ Ու ասեմ, որ շատերը իրենց գեղացու համառությամբ դա կարողանում են անել, որովհետև քաղաքացին իր տեղում չի, որովհետև քաղաքակիրթ մարդկանց համախմբվածություն չկա, որ լինի ամեն չոբան սարից չի իջնի ու իր պրիմիտիվությամբ չի կարողանա գրավել որևէ ոլորտ, խելացի եւ կիրթ մարդկանց էլ այդ ոլորտից դուրս մղել։ Սերը, հարգանքը, հա, ես քեզ սիրում եմ, ես քեզ հարգում եմ, ես քո համար գժվում եմ, խելագարվում եմ, պետք է չսահմանափակվի խոսքերով։ Շատ ժամանակ դա նույնիսկ անկեղծել չի, դա ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Եթե այդ ամեն ինչը չի հաստատվում հոգատար վերաբերմունքով։ Ես կարծում եմ, որ եթե դու ինչ-որ մեկին սիրում ես, հարգում ես, ընդունում ես, ապա նրա նկատմամբ պետք է լինես հոգատար։ Հոգեպես, ֆիզիկապես լինես նրա կողքին եւ հոգ տանես այդ մարդու մասին։ Ժորժ ջան, այ էտա կրոնը, այ էտա հավատը, այ էտա սերը, հարգանքը, նվիրվածությունը, երբ որ դու հոգատար ես ինչ-որ մեկի նկատմամբ ու հոգեպես ու ֆիզիկապես նրա կողքին ես։ Դա համացանցում էլ է երևում, թե հիմարները, կապիկները, գժերը, ինչքան լայքեր են հավաքում, ինչքան սրտիկներ են հավաքում, ու դու հասկանում ես, որ գժին մեծարել սիրում ենք եւ իրանց լայքում ենք։ Երբ որ մենք կսովորենք խելացի
մարդկանց արժևորել, խելացի խոսքը, խելացի տեսակը մեծարել, այդ ժամանակ մեր երկիր եւ մեր ազգը իրոք կլինի լավագույնների մեջ։ Եվ մենք բոլոր հարցերում կունենանք միայն առաջընթացներ, ձեռքբերումներ եւ հաղթանակներ։ Կյանքը ինձ այնքան դասեր է տվել, որ ես համ հոգեպես, համ ֆիզիկապես ուժեղացել եմ։ Շատերն են փորձել ինձ կոտրել, թե հոգեպես, թե ֆիզիկապես, բայց ոչ մեկի մոտ ոչինչ չի ստացվել, ես դրանով ավելի եմ ուժեղացել ու միշտ աշխատել եմ ին վրա, փորձելով հաղթահարել թե ֆիզիկական, թե հոգեկան դժվարությունները եւ բնականաբար առաջ գնացել, քանի դեռ մենք կանք, քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ մեզ համար բացվում է լույսը, մենք երջանիկ ենք եւ ուժեղ ենք, իսկ ընթացիկ դժվարությունները, խոչընդոտները հնարավոր է շատ հեշտ հաղթահարել, որովհետեւ ամեն ինչ մեր ձեռքերում է, հասկանում եք։ Մենք ինքներս կարող ենք բարդացնել մեր կյանքը, ինքներս կարող ենք հեշտացնել։ Դա կախված է նրանից, թե որ ուղղությամբ ենք մենք այս պահին աշխատում։